Դավթաշենի շինհրապարակներից մեկն է։ Այստեղ շինաշխատանքները ժամանակավոր դադարեցվել են։ Տարածքի բնակիչներից մեկն էր օրեր առաջ ահազանգել, փոշին այնքան շատ է, որ անգամ շնչել չեն կարողանում։ Կյանքումս ալերգիաներ չեմ ունեցել, բայց վերջին մեկ ամիսը առանց հակաալերգիկի հնարավոր չէ։ Շատ լավ է, որ շենքեր են կառուցվում։ Բոլորս կարողանում ենք նորակառույց բնակարան ձեռք բերել, բայց էլ անհնար է այս փոշին ու ավազը շնչել։ Վերջապես գոյություն ունի պատասխանատվություն կառուցապատման ոլորտում։ Շինաղբի տեղափոխման ընթացքում են խախտումները տեղի ունեցել։ Լայն արձագանքի արդյունքում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դադարեցրել է շինհրապարակի աշխատանքը, մինչև խախտումները վերացվեն։ Բայց տարածքի բնակիչներն անհանգստացած են։ Սա տարածքի միակ շինհրապարակը չէ, և անգամ հույս էլ չունեն, որ 150,000 դրամ տուգանքից օրեր անց նույն վիճակը չի կրկնվելու։ Իհարկե նկատել եմ մեկը փոշիա բարձրանում, իմը 4-րդ հարկն է։ Այսքան փոշիա դնում։ Ցեսա մի հատ գորոզավոյ գա գոլոշուցելը որ խփում է, սաղ փոշին բարձրանում է։ Ավտոն լվացնում կայնում ես հայատը մի ժամ հետո արդեն լրիվ փոշի։ Սա տուգանված միակ շինհրապարակը չէ։ Երևանի 12 հասցեներում գործող շինհրապարակներին տեսչական մարմինը հուլիսի 27-ից օգոստոսի 13-ը տուգանել է ընդհանուր 1,7 միլիոն դրամով փոշու արտանետումների համար։ Վարչական իրավախախտումների մասին օրենքը 50 կամ 150,000 դրամ է սահմանում այն շինհրապարակների համար, որոնք փոշու արտանետումների հետևանքով օդի որակի վրա են ազդում։ Ֆիզանձերի նկատմամբ 50,000-ը, տնտեսվարողների համար 150,000-ը։ Այս հրապարակումը որ նայեք 1,700,000, այնտեղ 12 դեպք է։ 11 դեպքով 150,000 տնտեսվարողները ՍՊԸ-ներ են եղել, իրավաբանական անձինք են եղել, մի հոգի 50,000 եղել, 11 անգամ 150 անում 1,650,000, այսինքն 150,000 դրամի չափով է։ Այն մեկն էլ անձ է։ Այն մեկն է Ֆիզանձա Արա Լևոնի Մինասյան, իր նկատմամբ 50,000-ը վարչական բանով Vivo-ով բանը տենց է սահմանվում։ Երևանի քաղաքապետարանը բարձրացրել է իր տարածքում գործող շինհրապարակների նկատմամբ տուգանքի չափը և պաշտպանիչ միջոցառումների իրականացման խստացումներ է մտցրել։ Եթե նախկինում շինհրապարակում փոշու արտանետման համար առանձին սահմանված կետ օրենքում չկար, օգոստոսի 30-ից ուժի մեջ կմտնի կետը, որով փոշու արտանետումը կանխող միջոցներ, ջրցանց հնդանոթներ ու պաշտպանիչ ցանցեր չօգտագործելու համար համայնքը կառուցապատողին կտուգանի 500,000-ից 1 միլիոն դրամի չափով։ Սակայն տեղադրված կանխարգելիչ միջոցները շատ հաճախ դրվում են ուղղակի դրվելու համար։ Քրիստինա Վարդանյանն օրինակով է ներկայացնում խնդիրը։ Օրերս ինձ դիմել էր քաղաքացի, ով նկարահանում էր հենց իր բակում իրականացվող անտառային փողոցին զուգահեռ շինարարությունը, որտեղ այդ ուրեմն հնդանոթը դրված էր, որի հզորությունը բավարարում էր այնքան, որ ուղղակի մեկ հատվածում ինչ որ ջրի փոշի առաջանա։ Այսինքն սրանց հզորությունը նաև պետք է լինի այնպիսին, որ ոչ թե այո մենք տեղադրել ենք այդ հնդանոթը, այսինքն այդ գործողությունը մենք կատարել ենք, տեսեք մենք արել ենք, ինչն էլ որ արվում է տվյալ դեպքում, այլ դրանք լինեն այնպիսի սարքեր, որոնք որ ամբողջությամբ ծածկում են այդ մակերեսը եւ հնարավորություն կա, որ փոշի նստեցման գործընթացները իրականանան։ Ավականու ընդդիմադիր անդամը իր մտահոգությունն է հայտնում։ Ըստ պատշաճի կգործի արդյոք սահմանված նոր սանդղակը, թե կառուցապատողի համար կվերածվի կաշառքի հերթական սխեմայի։ Գնային համեմատության մեջ փոշու ցանցերի ու ջրցանց սարքերի գները շատ ավելի թանկ են։ Օրինակ ջրցանց հնդանոթների վարձակալության միջին գինը շուկայում օրական 12-ից 20,000 դրամ է, իսկ գնման դեպքում մեկ հատի արժեքը տատանվում է 700-ից 900,000 դրամի սահմանում։ Խոշոր շինհրապարակները երկարատև վարձակալության դեպքում երկու ջրցանց հնդանոթի համար շատ ավելի մեծ գումար են վճարում, քան սահմանված տուգանքներն են։ Հետևաբար կառուցապատողի համար շատ ավելի շահեկան կլինի տուգանք վճարելը, քան կանխարգելիչ միջոցառումների վրա կրկնակի ու եռակի գումար ծախսելը։ Տնտեսվարողին ավելի հեշտ է մեկ անգամ տուգանք վճարել, քան թե այդ ամեն ինչը ապահովել, շատ ավելի այլ ձևով պետք է այս ամենը կարգավորվի։ Երևանում շինթույլտվությունների թիվը 2018-ից հետո մոտ քառակի աճել է, և աճի տեմպերը շարունակում են ավելանալ։ 2018-ի 1480 շինթույլտվության դիմաց 2024-ին օրինակ թիվը 4236-ի էր հասել։ 2025-ից, երբ շինթույլտվությունները տեղափոխվեցին էլեկտրոնային հարթակ, հասանելի է խոշոր շինթույլտվությունների թիվը՝ 88։ Այս ֆոնին շարունակում են աճել քրոնիկ և քաղցկեղով հիվանդացության թվերը։ Երևանում յուրաքանչյուր 38-րդ մարդ քաղցկեղ ունի։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։